պետք է հիվանդին իր բոլոր հնարավոր բուժման տակտիկաներն ասել, եթե դու նույնիսկ դա չես անում։ Այս այն տարբերակներից մեկն է, երբ որ հիվանդի հետ նախապես պետք է շատ մանրամասն քննարկել։ Մի նուրբ հարց կա իհարկե, դա ֆինանսական հարցն է, որը որ պետքա փորձենք հաղթահարենք։ Ինչքան է մեր համայնքը պատրաստ ուղարկի ձեզ պացիենտներ։ Ես պատրաստ եմ։ Հասկանաս թե ռոբոտը ինչքան լավ է, Չինաստանում իհարկե խոզի վրա ինք վիրահատություններ անում։ Մասնահատում արեց, պրոստատեկտոմիա արեց, 7-ից չէր բարձրացնում։ Էնդոմետրիոզի վիրահատությունից հետո հիվանդը գնում է, հետո հետ է գալիս։ Փորձենք հյուծենք համակարգը, այլ փորձենք օգնենք այդ համակարգին։ Ողջույն սիրելիներս, նոր տարվան բան չմնաց, ընդամենը մի քանի օրից դուք ծանրաբեռնված եք լինելու բլինչիկի լիստեր փաթաթելով, տոլման այս հարևանի տնից այն հարևանի տունը տանելով, փորձարկելով թե ում է ամենալավը, բանկի մեջ պահած կոնֆետները ապա բանկավորելով, իսկ այդ ժամանակ Հայաստանում տեղի ունենում հեղափոխական քայլ։ 2025 ընդհանրապես հեղափոխական քայլեր էր առողջապահության ոլորտում, դա առողջապահական ապահովագրության ներդրումն է, որից մասին նույնպես խոսանք մեր հյուրերի հետ, բայց ամենակարևոր քայլերից մեկը, որ մենք միշտ ասում ենք, մենք ամեն ինչ ունենք, բայց ռոբոտ չունենք, ռոբոտ էլ կա արդեն Հայաստանում։ Այսօր մեր հյուրերն է Սլավմեդ բժշկական կենտրոնի անձնակազմը, բժիշկ գինեկոլոգ Վահե Տերմինասյանը, բժիշկ վիրաբույժ էնդոսկոպիստ Լևոն Գրիգորյանը ու մեր ջան Հայկի Մխիթարյանը, ուրոլոգ։ Ու ռոբոտիկ վիրաբուժություն արդեն 2026 թվականին Հայաստանում կդառնա իրականություն։ Հարցը ուղղեմ մեր հյուրերին, ումներ միտքը Սլավմեդի նման կենտրոնը, որը ամենամեծը չի Հայաստանում, ամենահագեցածներից է, բայց ամենամեծը չի, ում միտքներ ռոբոտ ունենալ կլինիկայում։ Լևոն Նիկիտիչ, ոնց եկավ այդ միտքը։ Միտքը շատ շուտ է եկել իրականում, Մտքից առաջ ցանկությունն է ամեն վերապատրաստումների, ամեն կոնֆերանսների ժամանակ, այդ workshop-երի ժամանակ, երբ որ տեսնում ես, որ դրած է մեկ ռոբոտ, երկու ռոբոտ, մարդիկ խոսում են, մարդիկ վիրահատում են, սկսում ես հետազոտել, սկսում ես հետաքրքրվել, նայել, առաջանում է այդ գաղափարը, միտքը, ցանկությունը, խանդը, որ մենք էլ պետք է ունենանք, ինչի պետք է մենք հետ ենք, եւ հերավոր 15 թվականից է եկել այդ միտքը 10 տարվա միտք երկար էփվել է, երկար չարչարվել ենք, մտածել ենք, լիքը դժվարություններ ենք հաղթահարել, բայց այսօր այդտեղ ենք, որտեղ կանք, Փառք Աստծո։ Այսօր մենք արդեն իրական ռոբոտ ունենք Հայաստանում։ Եւ 3 արդեն ռոբոտային վիրաբույժ, ես ավելացնեմ ձեր խոսքին, որ մարդիկ, ովքեր վերապատրաստվել են, անցել են ինչպես ասում են wet lab-ի փուլը, կլինիկական փուլը եւ full պատրաստ են այդ գործողությունները իրականացնելու։ Բարաշտիչ, ինչ տեսակի ռոբոտ սարքավորում է ստացել Սլավմեդը։ Ես ուզում եմ ասեմ, որ սա գովազդ չի, նախաձեռնության հեղինակը ես եմ այս հաղորդման, որովհետև ինձ թվում է ձեր հիվանդանոցից շատ ես եմ ուրախացել այդ մտքով, որովհետև ամեն քայլը մեր առաջընթացի դա իրոք առաջընթաց է։ Սարքը ինչ սարք է ու որ երկրի է։ Նախ եւ առաջ ռոբոտ ասելու ես կուզենայի միշտ բացատրել, որովհետեւ այս մի քանի ամիսը, երբ որ արդեն ակտիվ ընթացքի մեջ էր ու երբ որ ստեղ այնտեղ արդեն sense կամած գլուխը իր կողմում ասում էր, բա գիտես, արդեն sense շատ հաճախ լսում էի մի հատ արտահայտություն, ասում էին, հա, բայց ես ուզում եմ, ես չէի ուզենա ինձ ռոբոտը վիրահատել, ես կուզենայի ինձ դու վիրահատեիր ու այդ եկեք ի սկզբանե, հա, բացատրենք, որովհետև շատ-շատերի մոտ, երբ որ ասում ես ռոբոտային վիրաբուժություն, մարդիկ մտածում են, որ չգիտեմ, ինչ որ արհեստական բանականությամբ ինչ որ մեկին բերել ես, այնտեղ դրել ես այդ սարքը ու իրան ուղղակի ասում ես գնա վիրահատի, ինքը գնում է վիրահատում է, դուրս է գալիս ու պատմում է, թե ինչ արեց, ոնց արեց։ Եք հասկանանք, որ ռոբոտը դա սարքը մարդու կողմից կառավարելի, դա ամենը սարք է։ Իրական ռոբոտ ասիստենտ, ես ուզում եմ ասել, հակի, հա։ Այսինքն մենք իրան ամբողջությամբ կառավարում ենք, մինչև մենք չաշխատենք, ինքը ոչինչ անել չի կարող։ Եվ կան տարբեր երկրների արտադրանքներ, կան տարբեր ֆիրմաներ, տարբեր կամպանիաներ, սա չինական արտադրության սարքավորումն է, որը ընտրվել է այն գաղափարով, որ այսօրվա դրությամբ երևի թե լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը աշխարհում գոյություն ունեցող, եւ իր շարժումները, իր շարժումների, իր վիդեոհամակարգի մաքրության, իր շարժումների ճշգրտության առումով ինքը իդեալական է։
Բնականաբար տեխնիկան այնպեսի բան է, որ 10 տարի հետո, 20 տարի հետո կասեն, հիշում եք, այն հին ռոբոտ ունեինք, բայց այսօրվա դրությամբ չէ, իրականում այսօրվա դրությամբ սա կարելի ասել, որ ամենաների մեջ է։ Մայր ինտուիտիվ ընկերությունը, երբ որ Da Vinci-ն ստեղծեց, այտենց լեգենդ կա, մենք ուրոլոգներս ենք կարող հնարել այդ լեգենդն է, որ ինտուիտիվը սնենք անում էր, մինչև մենք հասանք օգնության, ասենք լավ, այս մի նորարարությունն է ուրոլոգները կանեն։ Ինչ կասես, ուրոլոգիայում Հայաստանում շանս ունի ռոբոտը վիրահատելու այն ծավալներով, որ օրինակ կատարվում են Պետերբուրգում, Մոսկվայում կամ մնացած աշխարհի կենտրոններում։ Դավիթ ջան, իրականում շանսեր ունենք, միանշանակ ունենք եւ այդ շանսերը կախված է նաեւ մեր բժշկական համույթը ոնց ռոպագանդա կանի, ոնց հիվանդին կներկայացնի։ Կարա երկու երեսից ներկայացնի։ Մեկ ասի թե թանկ սարք են բերել բիզնես են ուզում անեն, բաց կարամ ավելի լավ վիրահատեն, ոնց որ լապարասկոպիայի էպոխայի ժամանակ էր, բոլորն ասում են, պիտի բացես ձեռքով շոշափես, տեսնես այդ ուռուցքը, հիմա էլ կարա նույն ձևի ասեն ռոբոտի մասին եւ կարան ասեն, որ այո, ուրոլոգիայում ֆանտաստիկ արդյունքներ է գրանցում ռոբոտը, նամանավանդ ռոբոտիկ պրոստատեկտոմիայի ժամանակ մեծ շանսեր ունենք հիվանդի նյարդահանութային խրձերը պահելու, անմիզապահության քանակները քչացնելու, էրեկցիլ ֆունկցիան պահպանելու եւ առհասարակ բոլոր օնկոլոգիական բաները, ցուցանիշները շատ ավելի լավն են լինում։ Միանշանակ շանսեր ունենք, բայց սա կախված է թե հասարակությանը ոնց կմատուցվի սա, մեր գոլեգաները ոնց կմատուցեն հասարակությանը, ոնց կներկայացնեն։ Ոչ բոլորն են օգտավետությունը, Դավիթ ջան։ Ոչ բոլորն են կոպես մաքուր եմ ուրախ մարդ, որ Չէ, ես ինչով եմ ուրախացել, վերջերս մեր ընկերներից Տաթևիկը Հովակիմյան հետաքրքիր միտք Facebook-ում արտահայտեց, որ պետք է հիվանդին իր բոլոր հնարավոր բուժման տակտիկաներն ասել, եթե դու նույնիսկ դա չես անում։ Օրինակ ես հիվանդը, երբ որ ախտորոշվում է պրոստատիկ քաղցկեղ ու ինքը պետք է գնա պրոստատեկտոմիայի, ես հարցնում եմ գումար ունեք, որ հիվանդը ասում է փողը խնդրեմ չի, ասում եմ եկեք ես ձեր համար կպայմանավորվեմ Մոսկվա, Պիտեր, Կրասնոդար, որտեղ կա ռոբոտիկ վիրաբուժություն, դուք կարաք գնաք, այնտեղ պրոստատեկտոմիայի արդյունքները ձեր ավելի լավ, մենք կարանք վիրահատենք, մենք լապարասկոպիկ կարանք անենք մեր թիմով, կարանք բաց ինչ որ եղանակով կատարենք, բայց եթե հնարավորություն ունեք, օրինակ ծախսելու X գումար, ես դες խորհուրդ եմ տալիս գնալ անցնել ռոբոտիկ քիրուրգիայի ու շատ հիվանդների համար եւի դուք էլ մայր ջան պայմանավորվում զանգում եք մեր հայազգի լավ ընկեր հայազգի լավ բժիշկ պարոն Մոսոյանին կամ զանգում եք Մոսկվա մեր ընկերներին, որ պացիենտին ընդունեն։ Վայ աշտիչ գինեկոլոգիան որտեղ եք կիրառելու, որ վիրահատությունների համար։ Տարբեր վիրահատություններ, այստեղ կարող են լինել եւ բարորակ եւ չարորակ, այսինքն, չարորակ նորագույացության նույն արգանդի մարմնի քաղցկեղը, նույն որը որ պետք է լիմֆոդիսեկցիաներով ուղեկցվի, այդտեղ հրաշալի արգանդի պարանոցի վաղբուլերը։ Շատ լավ արդյունք այսօր ամբողջ աշխարհում գրանցվում է, երբ որ խորը էնդոմետրիոզն է վիրահատվում եւ համեմատական լապարասկոպիայի հետ այստեղ շատ ավելի լավ արդյունքներ են, հատկապես եթե դա փոքր կոնքի խորը ինֆիլտրատիվ աղիքի վրա անցնող եւ երբ դու վիրաբույժների հետ զուգընթաց վիրահատություն է, լևոդիկի թե չի, մենք այդ վիրահատությունները հաճախ ենք անում եւ դա կարելի է անել արդեն ռոբոտով։ Եվ վերջացրած ամենահասարակ օրինակի համար կոնսերվատիվ միոմեկտոմիաները եւ որը որ ժամանակին համեմատում էին բաց վիրահատությունները լապարասկոպիայի հետ եւ կար կարծիք, որ այլ լապարասկոպիայի ժամանակ կարերը մի քիչ ավելի զիջում են իրենց ամբրությամբ, մինչև ի հայտ եկավ 3D լապարասկոպիան ու 3D-ի ժամանակ արդեն եկավ հավասարվեց, հիմա գալիս է ռոբոտիկը, ես կարծում եմ, որ այստեղ արդեն մի բան էլ կանցնեց, որովհետև այստեղ արդեն մի քայլ էլ առաջ է եւ անգամ այն թեզը, որ այնտեղ կարերի ամրությունը հետագայության այստեղ ընդհանրապես չի դիմանա եւ ամենաապահով, ամենավստահելի տարբերակը կդառնա այն կանանց համար, ովքեր որ ուզում են պահպանել իրենց բխաբերության ֆունկցիան։ Դե ֆունկցիաները շատ էնդոմետրիոզի խնդիրը շատ մեծ է, օրինակ ուրոլոգներս ենք շատ հանդիպում, երբ որ էնդոմետրիոզի վիրահատությունից հետո հիվանդը գնում է, հետո գալիս, բայց արդեն ասում է դե ես վիրահատվել եմ, հաստատ էնդոմետրիոզից չի գանգատներ, այդ խորը էնդոմետրիոզ վիրահատելու լավ արդյունքներ կլինեն, որ չգան, ասեն մեր մոտ քրոնիկ ցիստիտ է կամ մեր մոտ այլ խնդիր է եւ այլ խնդիր է, այլ հենց խնդիրը կային այդ ցավերի պատճառը ավելի լավ կվերանա։ Ես ես պրոստը գնացի շորով մի հատ հիվանդ հիշեցի դրա համար։ Երկար կարելի է խոսել էնդոմետրիոզի մասին, երկար կարելի է խոսել էնդոմետրիոզը վիրահատելու մասին եւ այս այն տարբերակներից մեկն է, երբ որ հիվանդի հետ նախապես պետքա
շատ մանրամասն քննարկել, հասկանալ, որովհետև էնդոմետրիոզը մի հիվանդությունն է, որը դու կարող ես շատ լավ վիրահատել, բայց դու հիվանդին պիտի զգուշացնես, որ քանի այդ հիվանդը ունի արգանդ, քանի այդ հիվանդը ունի դաշտանային ցիկլ, իր մոտ միշտ կարող է էնդոմետրիոզը վերադառնալ։ Ինչքան ուզում ես դու լավ վիրահատես, ինչքան ուզում ես դու հետ վիրահատական բուժում անցկացնես, միշտ կա շանս վերադառնալ։ Եվ ես չեմ սիրում, երբ որ ասում են, այ քեզ լավ չեն վիրահատել, այ որ ես վիրահատեի, այդ արդեն դառնում է մի հատ sense։ Այդ մեր հայկական խնդիրներից մեկն է, հա։ Ոչ միայն հայկական, աշխարհում ամբողջ Դուք առաջա մարտիկներ եք երեքդ, ու ես ձեզ տենց դեր բամը փուճուրն եմ ես, բայց ձեզ հանձնարարում եմ պրոմոխ չտակ թե չէ խոսակցությունները կշատանան։ Լեոն Նիկիտիչ, խիրուրգիայում որտեղ է կիրառվելու, թե պրակտոլոգիայում է կիրառվելու, Դավիթ չեմ, ռոբոտի կիրառումը։ Դավիթ ջան, իրականում չկա մի վիրաբուժական մաս, որտեղ հնարավոր չի կիրառել ռոբոտը։ Ցանկացած տեղ կարելի է կիրառել։ Մի նուրբ հարց կա իհարկե, դա ֆինանսական հարցն է, որը որ պետքա փորձենք հաղթահարենք իհարկե, բայց իհարկե ռոբոտ վիրաբուժությունը, ասիստեցված վիրաբուժությունը շատ ավելի մեծ առավելություն ունի նեղ տարածքներում։ Դա կերակրափողային բացվածքի ճողվածքներն են օրինակ, դա հեպատոբիլիար խիրուրգիան է, դա կոնքային խիրուրգիան է, դա ուղիղ աղու արտանկումներն են, ուղիղ աղու ուռուցքներն են, հաստ աղու առհասարակ ուռուցքներն են։ Դրանք բոլոր այն զոնաներն են, որտեղ անքննարկելի առավելություններ ունեն։ Զոնա, որտեղ դու ունես հստակ աշխատանքային վայր, ինքը դեմարկացված, սահմանափակված, դժվար է։ Բայց դա պլյուսներից, առավելություններից մեկն է, բայց մյուս բոլոր վիրահատությունները, սկսած բարիատրիայից մինչև գերնեալոգիա, իմիջիալոզ, նաև հեռնեալոգիայում, ճողվածքների վիրաբուժության մեջ, հատկապես ներպատային էքստրապերիտոնիալ արտավորովայնամզային վիրահատությունների մեջ, որտեղ մենք ունենք շատ նուրբ եւ նեղ շերտեր, որոնց մեջ ռոբոտի աշխատանքի այդ լիարժեք ազատությունը հնարավորություն է տալիս հեշտ կարել, հեշտ տեսնել, հեշտ դիսեկցել, անջատել, այստեղ ֆանտաստիկ հնարավորություն է տալիս։ Լապարասկոպիայի ժամանակ, եթե երբևէ տեսել եք նման վիրաբուժություն, վիրահատող բժշկի դիրքը նմանվում է շախմատի ձիուն։ կամ էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ դա շատ իրականում խղճալ։ Շատ դժվար է այդ հաղթահարել շարժը։ Դժվար է ասել, թե ում վիճակը բոլոր ավելի ծանր։ շրջաններում մենք ունենք այդ առավելությունները։ մի քանի օր առաջվա տուրի հիվանդի մոտ եմ մտնում 108 կուբ լավ տենց բավարին դա երկար տուրելուց հետո երկար անելուց հետո երկու օր հետո մտնում եմ պալատ ուսս պայտակս մեջքս բռնում եմ ջահել տղա ես մեջքդ բան որ իմանաս որ քո վիրահատությունից է էս եղել քո վիրահատությունից հետո է սա բռնվել վիրաբուժական բոլոր մասնագետների մոտ կան այդ ուսահոդերի լապարասկոպիայի իմաստով եմ ուսահոդերի եւ դաստակների տրավմատիզացիայի լուրջ հարցեր որոնք ներկայումս շատ ակտուալ են եւ քննարկվում են եւ մենք ունենք ընկերներ, ովքեր հենց վիրահատությունների պատճառով ինվալիդիզացիայի են հասել, հաշմանդամության են վիրահատվել են ողնաշարային վիրաբուժությունից հետո չեն կարողանում այլևս ռոբոտը շատ հարցեր է լուծում։ Դե մենակ այն որ քո աթոռը կարող ունենա սպինկա, այսպես կոչված, հիշում եմ որ ես արձինատուրայում մեր հիվանդանոցում ռոբոտ կար, Կրասնոդարի Կուբանի բժշկական ակադեմիայում, ճիշտ է, արձինատորները շատ մեծ դոստուպ չունեին այդ հրաշք սարքին, կարողանում էր գնել կողքի կանսոլ կար, հարուստ կլինիկա էր, երկու կանսոլ կար, կարող էր գնել նայեր վիրահատությունը, ես հիշում եմ որ անոթ առաջի անգամ տեսա ու զգացի որ անոթների ծալքերն է երևում, անոթը սնուցող կապիլյարներն է երևում կամ ոնց է ինքը մտնում ձեռքով sense դուրս գալիս այդ ջոյստիկով ոնց է աշխատում այդ ժամանակ դա ֆանտաստիկայի ժանրից էր ու լիքը հարց էր լուծում բայց մեր ղեկավարը Վլադիմիր Մեդվեդևը հանձնարարություն տվեց զանգահարել մոտ 550 հիվանդի ու մի քանի հարց տալ 550 հիվանդից կես 1/3-ը վիրահատվել էր բաց պրոստատեկտոմիա 1/3-ը լապարասկոպիկ 1/3-ը ռոբոտացված մենք հասկացանք որ մեր արդյունքները առաջի 40 օրն է տարբերվում շատ Այսինքն մենք հասկացանք որ առաջի ռոբոտով վիրահատված հիվանդը մենք 3-րդ օրը ասում ենք գնա կգաս 2 օրից կաթետրը կհանեն կամ 3 օրից կաթետրը կանենք լապարասկոպիա նույնիսկ բաց պրոստատեկտոմիայից հետո շշով ջուրը կաթետրից կախում ենք մի քանի օր ինքը պարկած տենց մնում էր բայց 40 օր հետո
հիմնական գանգատները, այսինքն օնկոտեսանկյունից իրանց վիճակը ավելի լավն էր։ Դուք ինչ կասեք աշխարհի պրակտիկան ոնց է, որովհետև դրանից հետո ես ոչ մի ուրիշ հետազոտություն չեմ կարդացել, գուցե մենք էինք սխալ հարցեր տալիս նույնիսկ։ Ապացուցված է, որ եւ արյան կորուստն է նվազում, եւ վերականգնման ժամանակն է նվազում, եւ մահճակալ օրերի թիվն է պակասում, բնականաբար եւ պացիենտների վաղ իրենց առօրյա կյանքին վերադարձը նույնպես ամենակարևորը բարդությունների տոկոսն է նվազում։ Ամենակարևորը մի պարզ բան պետք է ասենք մեր դիտողների համար, որ ինչքան էլ որ մենք լավ լապարասկոպիկ վիրաբույժներ լինենք, մեր ցանկացած շարժում ինքը ունի ամպլիտուդա եւ տրեմոր կա որոշակի այդ շարժումների մեջ։ Ռոբոտը հնարավորություն է տալիս այդ շարժումները իրականացնել միկրոմակարդակներով եւ նյարդաթելերը, թող որ մազանոթները, անջատել, դիսեկցել, իրարից տարանջատել ճիշտ շերտերում մինիմալ արյան կորստով, մինիմալ նյարդերի վնասումով, ինչը ուրոլոգիայում բազմիցս ապացուցված է եւ բնականաբար ֆունկցիոնալ շատ լավ արդյունքներով դա ապացուցված է։ Դեռ շատ շնորհակալություն եք հայտնել ուրոլոգներին, ընդհանրապես մեր բարդությունների տեսանկյունից, օրինակ նույն ռոբոտիկ վիրաբուժությունը մենք ակնհայտորեն բժշկի հոգնածությունն էլ է քչանում ինքը, հա, ինչքան է կրճատվելու օրինակ նույն պրոստատեկտոմիայի ժամանակը ռոբոտիկ քիրուրգիայում մոտարապես։ Այդ ժամանակի կրճատումը մի փոքր կախված է նաև դեպքերի քանակից, ինչքան հաճախակ եք սկսենք պրոստատեկտոմի անել, բայց կարծում եմ ամեն դեպքում ամենամեծ առավելությունը ինձ համար որպես վիրաբույժ դա նաև որ երբ որ այդ պրոստատը անջատում ես լարված, ներվերը, ամեն ինչը, ամենադժվարը վերջում անաստամոզն է։ Եվ գիտեք, որ եւ բացի ժամանակ եւ նամանավանդ լապարասկոպիայի ժամանակ շատ բարդ է այդ միզուկ միզապարկային անաստամոզը։ Կարծում եմ, որ 1 ժամ ու կես կրճատվելու այդ ժամանակը հաշվի առնելով այն բանը, որ դու շատ կոմֆորտնի ես լինելու եւ կարելու ես շատ հանգիստ։ Կոֆեն կողքդ դրած, կարելու ես հանգիստ, շատ լավ անաստամոզ ես ունենալու, լավ հեմոստազ ես ունենալու, կարծում եմ, որ մինիմում 1.5 ժամ մենք ինտուիտիվի սարքը Ռուսաստանում կարգ կար, չէինք անջատում ու մինչև իմ արձինատորը ընդունվելն էլ ինքը մի քանի տարի կար, ծրագիր ներկայացրեցինք PSA սկրինինգի ու կոլոնոսկոպիայի հաստաղիքի սկրինինգ ծրագրեր, որ ռոբոտը չանջատվի։ Այսինքն ինքը բեսպերեբոյ օրը 3-ից 4 վիրահատություն ինքը պետքա տաներ, անդադար պետքա աշխատեր։ Հիմա այս սարքով մենք այդ խնդիրը ունենք, թե չէ։ Դա իհարկե այդ խնդիրը կա, բայց այդ հիվանդների հոսքը պետք է ապահովել, բնականաբար ինչքան հոսքը մեծանա, այնքան ինչքան ծանրաբեռնվածությունը սարքի մեծանա, այնքան ինքնարժեքը նույնպես քիչ։ Մեզ այդ դա այնտեղ լրիվ OMS-ով էինք աշխատում, իսկ հիվանդը գումար չէր վճարում, դա արվում էր մի ուրիշ բանի համար, երբ որ Da Vinci-ն անջատվում էր, կամ ծրագրամի обновление էր գալիս, որը մեծ գումար էր մարդուն հրավիրել, обновление նստացնել, սարքը տեստ անել, հիվանդանոցը շատ մեծ փող էր ծախսում այդ աշխատողին, որովհետև գիտեք, ինտուիտիվի սարքը ավելի շատ սպասարկման վրա էր գումար աշխատում, քան այս բուն սարքի։ Հա։ Նու այստեղ այդքան զգայուն չի այդ հարցը, իրական եթե ինտուիտիվի հետ համեմատենք, չինացիները առաջ են գնացել։ Ինտուիտիվը հրաշալի սարք է, բայց ինքը ունի նաև շատ լուրջ այդ ֆինանսական հոսքեր հետապնդող ֆունկցիաներ, որոնք սահմանափակում են շատ տեղերում վիրաբուժական թիմին, այստեղ մենք ավելի մեծ ազատություն ունենք։ Իհարկե կարող ենք նաև անջատել, բայց զուտ ցանկացած սարք, որ արժե նամանավանդ այդքան մեծ գումարներ, պետք է նաև արդարացնի, դա նշանակում է պետք է ծանրաբեռնվի։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական
քրոնիական հիվանդությունների, սիրտ-անոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրէաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Մենք իր հետ ոդկաստ ունենք Վայ Աշոտիչ նկարած ու ես հպարտանում եմ այդ ոդկաստով, ասում եմ ես օնկոգինեկոլոգի հետ ժամուկ ես զրուցել եմ ոդկաստում ու գինեկոլոգիայից համարյա չենք զրուցել, մենք խոսել ենք ամեն ինչից ու իմ հաճելի ոդկաստներից մեկն էր ու դրա համար այս հարցերը ձեզ եմ տալի, ինչ արժեր մոտավորապես այդ սարքը։ Ես չեմ կարող ասել, ոչ օնկոգինեկոլոգիական։ ով է ես չեմ տվել, նախորդ ասել, բայց եթե համեմատենք տարբեր կամպանիաների, նույն ինտուիտիվը, եթե չեմ սխալվում, տարեկան օրինակ սպասարկումը մոտ $150,000 արժեր։ 150 պլյուս 150 պլյուս ավիացիա։ Այսինքն դա կոմերցիոն հարց է, եւ մենք չենք դիրապետում։ Չէ, նկատի ունեմ սպասարկումները, Այո, տարեկան, ասենք, բնականաբար դա բաժանվում է արդեն պետք է բաժանես վիրահատությունների։ Ամեն մի գործիք չիպավորված է եւ դու կարող ես օգտագործել ընդամենը մի քանի անգամ։ Ընդ որում ես հիշում եմ, որ կոնֆերանսներից մեկի ժամանակ այդպիսի վիրաբույժները հարց բարձրացեցին, ասին լավ, կոպիտս խիղճ ունեցեք, էլի, գոնե ժամանակով դրեք։ Այսինքն այդ գործիքը մի ժամ օգտագործեցի կամ չգիտեմ 2 ժամ օգտագործեցի, այդ միավոր է, թող հաշվի, բայց կարող է ինձ վիրահատության ժամանակ այդ պահին պետք է ընդամենը մի րոպեով այդ գործիքը պետք է, ու ես ասենք թե իրան մի րոպեով վերցեցի, օգտագործեցի, մի կյանքը գնում է, իսկ այդ մի կյանքը շատ կալորիկ գումար է իրանից ներկայացնում։ Եվ այո, ինքը ունի բավականին բարձր ինքնարժեք։ Ինքնարժեքի մեջ մտնում են բուն ինքը ռոբոտը, որի համար եթե դա վերջը դա բժշկությունը նույնպես բիզնեսի տեսակներից մեջ է, մարդիկ ներդրում են արել, պետք է ակնկալեն գումարը կոնե վերադարձնել։ Երկրորդ, սարքը գործիքները ամեն մեկը բավականին թանկ է եւ իրանք չիպավորված են եւ դու ինչ որ ժամանակ օգտագործեցիր վերջ։ Երրորդ դրանք սպասարկումներն են, այսինքն չորրորդ վիրաբույժը պետք է գումար աշխատի։ Հիվանդանոցը պետք է գումար։ Այսինքն ինչ որ մեկը պետք է դրա համար վճարի։ Բայց ես ուղղակի մի բան ասեմ, բայց անկախ դրանից մենք ի սկզբանե մենք բոլորս էլ թե գործատուն, թե սեփականատերը, թե մենք բոլորս էլ հասկացել ենք, որ դա մաչելի չէ։ Այնպես չի, որ բոլորը հիմա պետք է դրա։ Այո, եւ այնպես չի բնականաբար, որ բոլորը պետք է վիրահատվեն ռոբոտային վիրաբուժությամբ, բայց դա վաղվա օրն է եւ մենք այսօր այդ քայլը անելով դուր ենք բացում վաղվա օրվա համար եւ մենք հույս ունենք, որ Հայաստանում վաղը մյուս օրը կլինի 4, 5, միգուցե 15 եւ 30 ռոբոտային համակարգ եւ բնականաբար գներն էլ կիջնեն եւ մենք կունենանք ռոբոտային համակարգով զբաղվող բժիշկների խումբ, նաեւ խումբ, որովհետեւ ուզենք թե չուզենք, այսօր դա արդեն, եթե կա մի բան լավ, այդ մի բան լավին գնալու են եւ Հայաստանից գնում են Եվրոպա, գնում են Ռուսաստան, ձեր ասած, գնում են Ամերիկա, գնում են եւ վիրահատվում են եւ բնականաբար այդ վիրահատությունները այնտեղ շատ ավելի թանկ արժեն։ Մենակ Այսինքն կարա լինի նաև հակառակ ուղղությունը, երբ որ նույն Եվրոպայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից կան Հայաստանում վիրահատվեն, որպես ավելի մատչելի տարբեր։ Նամանավանդ օրինակ Ֆրանսիան իր ապահովագրության ձևը փոխում է ու վճարովի համակարգը մտնում, որտեղ էլ չի ձգում իր համակարգը ապահովելու, որ մեր իմիգրանտների եւ մնացածին մոտարապես 30-40%-ը արդեն հիվանդը անմիջապես իր գրպանից է վճարելու ֆրանսիական առողջապահությանը։ Այսօր պացիենտներից մեկն եմ պատմում, չգիտեմ այս ինֆոն ինչքան է ճիշտ, բայց բավական adekvat պացիենտ էր դա։ Այստեղ համայնքային խոսացիք, Մեհերը ճիշտ հարց բարձրացրեց, արդյոք պետքա որ համայնքն էլ, օրինակ վիրաբույժների համայնքը իմանա, որ ձեզանից հետո ողջավորված մի երկու հիվանդանոց էլ ռոբոտիկ տեխնիկա ձեռք բերել կամ լսել ենք որ ասել են որ պետքա ձեռք բերեն, օրինակ ինչքանով մեր համայնքը պատրաստ է աշխատել, որ օրինակ սենց վիրահատություն կա, հիվանդը վճարունակա, օրինակ բժիշկ Տերմինասյանը իրան պետքա վիրահատի, կամ բժիշկ Գրիգորյանը կամ բժիշկ Մխիթարյանը, ինչքանով մեր համայնքը պատրաստ ուղարկի ձեզ պացիենտներ։ Ես պատրաստ եմ, մեր ջան։
Ես այնքան եմ ուրախացել, որ հիվանդս գոնե Տոմսի հյուրանոցի փող չեն տալու, գալու են պրոֆեսիոնալ այդ բայց մեկ թողես գամ հետ լվացնեմ։ Ինչքան Արսիպես մի օքեյ է։ Ախր ինքն էլ չի լվացվել։ Չէ, դու ես լվացում, ես լվացում եմ, բայց դու չէ։ Ինչքանով մեր համայնքը պատրաստ է, հարցնել է պետք բարձրացնել, որովհետև նույն լապարասկոպիայում այդ խնդիրը անդադ բախվում էինք։ Այստեղ նույն խնդրին կբախվենք, թե եկել է մի սերունդ, մի աշխատալիավոճ կամ մի ապահովագրական համակարգ, որը թույլ է տալու այս ամեն ինչը իրագործելի դարձնել։ Իհարկե բախվելու ենք։ Միանշանակ է եւ ոնց որ նույնը լապարասկոպիան էինք ժամանակին, մինչեւ հիմա էլ։ Ավելի քիչ, բայց այսինքն երբ որ մարդը գալիս է, ասում է, բայց ինձ ասել են, որ բացը ավելի լավ է։ Ես միշտ հարցնում եմ, ասեմ, ով է ասել։ Եթե դա իր հարևանն է, դա ինձ համար նորմալ է, այսինքն մարդը իր տրամաբանությամբ, իր պատկերացումներով այդպեսի բան։ Բայց ինձ համար նորմալ չի, երբ որ դա բժիշկն է ասում, այսինքն դրա պատասխանը մեկն է, ասում ես կամ ինքը չունի համապատասխան տեխնիկա իր ձեռքի տակ, կամ ինքը չի տիրապետում այդ տեխնիկային, եւ չունի այնքան ազնվություն, որ ասի, գիտես, ես չունեմ կամ չեմ տիրապետում, այլ մեթոդն է փնովում։ Հիմա եթե ես, չգիտեմ, ունենամ Դե մյուս կողմից էլ իհարկե դա նաև հացի խնդիր է եւ ցանկացած մասնագետ նույնպես փորձում է ինքը իր հացը նույնպես վաստակի եւ բոլորը չի որ ազնիվ պատրաստ են մինչեւ վերջ խոսել ու ասել, բայց դա էլ ժամանակը կարծում եմ որ կուղղի։ Որովհետև այստեղ այդ առումով շատ կարևոր է մեր հայկական նույն բժշկությունը զարգանալու շուտ առաջընթացի համար, որովհետև ընդհանուր առումով պրոստը պսևդո խոսքեր չեն էլ դեպի տիեզերք, ընդհանուր առումով սա նույն գործն ենք անում։ Ու մենք այս էկո համակարգում ենք աշխատում։ Վերջերս հայրիկիս մոտ երիկամի գոյացություն գտան։ Երիկամի գոյացություն, չարվորա գոյացություն, փոքր 2 սանտիմետրանոց մի ամիր կատեով հայտնաբերվեց։ Ու ես երկար չեմ էլ երկմտում, չէ, որ ասենք ոնց վիրահատվի ինքը, որովհետև բաց վիրահատությունից հետո, նույն բաց ռեզեկցիայից հետո մարդիկ հաշմանդամ են, հաշմանդամ չէ։ Հա, լումբոտոմիկ կտրվածքից հետո մարդուն կես տարի պետք է, որ ինքը հետ գա, այսօր իմ papan մի շաբաթ առաջ վիրահատվել է, այսօր կնոջ սերխուն վերցրել է, մասիվից տարել է իշխմիածին հարսանիք իր մեքենայով արդեն լրիվ Եթե ուզում ես հասկանաս, թե ռոբոտը ինչքան լավ է, Չինաստանում իհարկե խոզի վրա ենք վիրահատություններ անում, բայց մհերը ինձ ասեց այս sense արա ու մերի ուղղորդումներով դրեց երիկամը սիրուն ռոբոտով ռեզեկցեցին չարժի մեջան դե այս դե չես կտա Այդտեղ մի առավելության մասին եմ ուզում խոսեմ ռոբոտի, որը չունի լապարասկոպիան, որը նույնպես չունի, որովհետև լապարասկոպիան շատ առավելություններ կա, որ չունի։ Ռոբոտային վիրաբուժությունը մեզ հնարավորություն է տալիս աշխատել շատ ավելի ցածր որովայնային ճնշման պայմաններում։ Այդ ամենակարևորներից մեկն է։ Ինչը զգալիորեն նույնպես նվազեցնում է այդ CO2 գազի համակարգային եւ Սս ցավում է տեղային ազդեցությունը։ Այնպես որ շատ դոշս ցավում է, ուսս ցավում է։ Դոկտոր Մխիթարյանի հետ երբ որ Բելգիայում էինք եւ այնտեղ շատ հայտնի ուրոլոգ կատարում էր վիրահատություն։ Լյուվենում Ներ որովայնային 7 Ալստ քաղաքում էր, հա, այդ ներ որովայնային 7 մմ ճնշման պայմաններում 7 մմ 7 մմ էր դնում։ որը լապարասկոպիայում դա հնարավոր չէ ուղղակի։ Երիկամի Մասնահատում արեց, պրոստատեկտոմիա արեց, 7-ից չէր բարձրացնում։ Բաց վիրաբույժն ավելի ուժեղ ռոբոտիկ վիրաբույժ լինելու թե լապարասկոպիստները։ Այստեղ այս հարցը շատ հետաքրքիր է, որովհետև միշտ դե կան աշխատանքների միջավայր վերլուծություններ, որ ասում են, որ եթե մարդը բաց վիրաբուժությունից է գնում դեպի ռոբոտային, ինքը ավելի հեշտ է սովորում։ Այո, կա այդ բանը, բայց այնուամենայնիվ մարդուց է գալիս։ Մի ուրիշ հարց կա, որտեղ խոսքը միայն մանուալ հմտությունների մասին չի, մենք գիտենք, որ լապարասկոպիկ անատոմիան տարբերվում է որոշակիորեն բաց վիրաբուժության, բնականաբար դա նույն անատոմիան է, բայց ընկալման խնդիր կա, այստեղ իհարկե լապարասկոպիկ վիրաբույժները կհաղթեն, բայց մանուալ տիրապետման իմաստով կա հետազոտություն, որ Ես ավելին ասեմ, երբ որ սկզբի առաջի 3D լապարասկոպները սկսեցին արտադրվել, բազմաթիվ հայտնի լապարասկոպիկ վիրաբույժներ իրանց բերում էր կլինիկան տալիս էր, ասենք թե ասեմ, բա ինչի 3D-ով չկա, ասում էր անատոմիան փոխվում է, ինձ համար դիսկոմֆորտ է։ Հետո բժիշկները Ես ուրիշ ձևով եմ սկսում տեսնել, ես սկսում եմ նյարդայնանալ։
Հիմա նույն եթե համեմատենք լապարասկոպիան ու ռոբոտը, լապարասկոպիայի ժամանակ, երբ որ օրինակ ես 3D շատ եմ սիրում 3D-ով աշխատել, բայց 3D-ն ունի մի հատ դիսկոմֆորտ։ Դու այդ ակնոցը վրա դրած, հա, ու նաև էկրանին դու վիրահատում ես, դու ունես ասիստենտ, դու ունես բուժքույր եւ այդ էկրանը դու բնականաբար հարմարացնում ես քեզ։ Իրանք սկսում են, իրանք կողքից են տեսնում եւ անկյանտակ իրանք արդեն վատ են տեսնում։ Ասում ես մի հատ է թելը կտրի, մեկը տեսնում ուրիշ հա, որտեղ ինքը արդեն 6 թելա տեսնում ընդ։ Ռոբոտի պարագայում դա չկա, դու մի անգամից արդեն այդ քո 3D պատկերը դու տեսնում ես իդեալական ռոբոտը մեզ դարձնում է 4 ձեռքանի։ Վիրաբույժը դառնում է 4 ձեռքանի եւ դու ունակ ես կառավարելու թե քո աչքերը, թե քո 3 ձեռքերը։ Սա մեծ առավելություն է, շատ մեծ առավելություն է։ Ամենամեծ առավելությունը որ հետերը որ դու ինքդ քեզ ես ցույց տալու, այսինքն լապարասկոպիայի ժամանակ ոնց է ասիստենտը պետք է այնքան քո հետ աշխատած լինի եւ նույն վիրահատություններն այնքան արած լինեք որ ինքը այս պահին այս կողմից այս իսկ այնտեղ դու ինքդ քեզ ցույց ես տալիս ու դա շատ մեծ առավելություն է Իմ գործիքն էլ պատտվում է դա մեզնից յուրաքանչյուրը եթե ուզենա մաքսիմում պատտի դա 180 աշճան է ինքը 360 աշճան պատտներ ունի իմ պարդինատորայի ղեկավարի ուսուցիչը Վլադիմիր Մեդվեդևին մի անգամ տենց շատ բան է Յունիշովսկի հարցեր է տալի տափակ բան հարցեց ինչքան ժամանակում եք սովորել ռոբոտը վիրահատել ասած մի շաբաթ բան թիվ ասած էլի մի շաբաթ դες վիրահատություն անել գիտեմ ինձ ընդհանրապես պետք է գործիքը փոխել ադապտացվել սովորել ինքը դեպ տարածաշրջանում առաջիններ ով առանց կտրվածքի տրանսվագինալ երիկամի տրանսպլանտացիա կատարեց Չտա մի քիչ անիմաստ վիրահատությունն է, բայց դա արդեն երևի ինձ թվում է որ ֆորմուլա 1-ում մեկը հաղթում է, բայց ուզում եմ մի քիչ ավելի արագ հաղթի։ Դա կոլեկտիկտամյաներն են անում ոչ մարդիկ։ Տրանսվագինալ դոստուպով։ Տրանսվագինալ տրանսգաստրալ դոստուպով կան այդ կոլեկտիկ։ Դա լապարասկոպին եւ ձեր այդ ոդկասթին եք խոսում որ լապարասկոպը ստեղծվել է խոլեցիստեկտոմիայի համար։ Մյուս պրոս կողքերը մարդիկ մոտ են եկել։ Գինեկոլոգներն են բան արել, էլի դա առաջ տարել եւ 80 թվականին առաջին լապարասկոպիկ վիրահատությունը իրականացվել։ Աստեղ խնդալու բան հիշեցի, երբ որ ես մի հատ վիրաբույժներից մեկը տարիքով որ ասում եմ ես 70-րդ թվին առաջին լապարասկոպիան եմ արել մեր մոտ։ Չասեմ որ հիվանդանոցից ու հետո տարիներ հետո որ դες լսում ես դե աշխարհում այս թվականից է կատարում լավ ուսանողների ականջների բանաներ։ Ասում եմ գյուղից մարդ չկար ասեմ էլի։ Լապարասկոպիկ գինեկոլոգիայում հատկապես երբ որ մեզ սովորացնում էին լապարասկոպիկ առաջին բանը դա դիրքն է էրգոնոմիկան ու մեզ ասում էին սեղանը մաքսիմում իջացրած, որպեսզի ուսերդ կախված, որովհետև այս դիրքով դու շատ արագ հոգնելու ես ու հետո խնդիրներ ես ունենալու։ Ну, սկզբից իհարկե անսովոր է այս դիրքով ասենք ուսերդ կախած աշխատելը, բայց պիտի վարժվես, սովորես, որպեսզի հետո ամբողջ կյանքում դա քեզ չնեղացնի։ Ու գնացել եմ վերապատրաստումներ բանեց, այսենց այս դիրքով բան, ու գալիս եմ Մոսկվա, իմ ուսուցիչներից մեկի մոտ Լաուրա Կապուշևա, փոքրամարմին կինը ու տեսնում եմ ինքը այսենց հա վիրահատում սեղանը համարյա իր այս հատվածին նայեցի ասեցի կներեք էլի ասեցի ձեր տեխնիկան ինչ որ տարբերվում է մյուս վիրաբույժների ասեցի չէ տղա ջան ուղղակի ասեց սեղանից փչացել է չի իշխնում Այդտենց մենք հիվանդանոց մեկում սեղանում ենք որ վայկոցելեկտոմիայի ժամանակ էուպ ուզում ես մտցնես սեղանը տակ սեղանը չի աշխատում 5 հոգով որ բարձրացնում ես այդ չարաբաստիկ սեղանը հիշեցի նորից որտեղ Հիմա մի փոքր կուզեմ խոսենք, դու հավաքվել եք ոլորտի առաջատար մասնագետներով, առաջատարներից, մի փոքր կուզեմ խոսենք նաև մյուս հեղափոխությունից, որ կատարում է արդեն առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Չնայած պատկասթից մի քանի վայրկյան առաջ որոշեցի, որ այս թեմայից է կարելի զրուցել։ Ինչ կարծիք ունեք ոնց ներդրվող առողջապահության համընդհանուր ապահովագրության համապարփակ բառը արդեն դուրս եկավ, փոխարինվեց համընդհանուր ապահովագրության մասին Ինչ կարծիքներ կան, ոնց կաշխատի։ Ես կարծում եմ, որ բոլորս ենք սպասում դրան։ Գների։ Բայց ակնկալիքները թե ոնց կլինեն, դա է երկրորդը։ Իհարկե, դա համակարգ է, որին վաղուց ենք սպասում։ Եվ ոչ միայն մենք բժիշկներս, ազգաբնակչությունը նույնպես վաղուց է սպասում, բայց դա պետք է լինի ռացիոնալ։ Ցավոք ես չեմ տիրապետում մանրամասնություններից, միգուցե Վայաշոտվիչը շատ ավելի տեղեկացված կլինի։
Տեսեք, իրականում ինչի է ապահովագրության գաղափարը, ինչի է, որովհետև կան բազմաթիվ հետազոտություններ նույն Հայաստանի Հանրապետությունում, որոնք որ ցույց էին տալիս, որ մարդկանց մի մեծ խումբ ունես զրկվում է, երբ հիվանդանում է, այսինքն, չգիտեմ, տուն է վաճառում, մեքենա է վաճառում, չգիտեմ, ոսկեղեն եւ այլն, որովհետեւ ինքը պատրաստ չի, որովհետեւ այնտեղ մեծ ֆինանսական ծախսեր են եւ ինքը այդ պահին միանգամից պատրաստ չի այդ գումարներին։ Եվ ի վերջո ապահովագրության հիմքում ընկած է այդ գաղափարը, որ մարդը չմտածի ֆինանսական խնդիրների մասին, ինքը մտածի միայն իր առողջության մասին եւ այդ ունեզրկման խնդիրը չլինի։ Հիմա երբ մենք նայում ենք տարբեր երկրների մոդելներ, չկա որևէ երկիր, որտեղ որ ներդրվել է ու միանգամից իդեալական ապահովագրական համակարգը աշխատել է։ Բոլորը միշտ իմացել են, որ ապահովագրությունը լավ բան է, բոլորը միշտ իմացել են, որ ապահովագրությունը պետքական է, բայց պիտի լինենք անկեղծ, որ որևէ իշխանության օրոք, որևէ նախարարի օրոք դա մինչև վերջ չի իրական։ Ով եկել է ասել է, դե պիտի ասել է ու չի արել։ Հիմա փաստը մնում է փաստ, որ այս ժամանակահատվածում որ դա դրվել է խնդիրը եւ այդ խնդիրը հասնում է արդեն իր տրամաբանական ավարտին։ Բնականաբար լինելու են բազմաթիվ խնդիրներ, սխալներ, բազմաթիվ բողոքելու ենք, մենք էլ որպես բժիշկներ բողոքելու ենք, բուժառուներն էլ ասելու են, այս ինչ էր, ոնց էր, առանց դրա չի լինելու, բայց անընդհատ հետաձգել, ասել չէ դե լավ մի քիչ էլ մտա, ահա պատրաստվենք, մի 2 տարի էլ, մի 3 տարի էլ, մի 5 տարի էլ, այդպես անverջ, մենք 30 տարի պատրաստվել ենք ու հիմա ասում ենք դե հələ պատրաստիչներն են։ Դեռ 97 թվականին ես հիշում եմ մենք այն ժամանակ կարծես թե այսպիսի խոսակցություններ գնում որ համակարգը պետք է ներդրվի եւ դա յուրաքանչյուր բնակչի վրա մոտ 1000 դրամ է արժենալու 97 թվականին բայց փաստորեն մինչեւ հիմա նոր արդեն մյուս տարի գործնական քայլերը դեռ կլինեն։ Ես հիշում եմ նաեւ այդ 90-ական թվականներին չգիտեմ, Դավիթը հաստատ չի հիշի։ 97 թվականին ես 4 տարեկան եմ, եթե ինչ էլ։ Գիտես ոնց էր որոշվում այս կամ այն վիրահատության արժեքը։ Տրամադրությամբ։ Չէ, այսինքն օրինակի համար մենք ոնց ենք, չէ՞, մենք ունենք վիրահատության համար, մենք կդնում ենք ու ինչ հաշվում ես ինչ ծախսեր է, այս եմ ծախսում ես, այս հետազոտությունն է, բան։ Եվ վերջում գալիս ես ինչ որ մի հատ թվի վես կանգնում, հետո ինչ որ մտածում ես գուցե ինչ որ եկամուտ պիտի ունենամ բժշկին վճարեմ, այսինքն գալիս է մի հատ ինչ որ տրամաբանական թիվ։ Հայաստանի Հանրապետությունում շատ երկար տարիներ գինը որոշվում էր մնացորդային սկզբունքով։ Այսինքն բյուջեն մնացած բոլոր ոլորտներին տրվում էր, վերջում օրինակի համար առողջապահությանը մնում էր 100 դրամ։ Այդ 100 դրամը դիցուկ 100 դրամը պետք է բաժանվեր 10 ապենդեկտոմիայի վրա։ Բաժանվեց 10 ապենդեկտոմիա, ապենդեկտոմիայի արժեքը 10 դրամ վերջ։ Որտեւ այդքան ունեմ։ Բայց 100 ապենդեկտոմիա։ Այդքան է, որովհետեւ այդքան ունեմ, փողը մնացել է, տակը մնացել թե այդքան է, ուրեմն արժեքը այդքան է։ Եվ դա Հայաստանում երկար տարիներ այդպես է եղել։ Նու այստեղ բժիշկների ֆակտորն էլ կա, որովհետև մենք էլ գիտենք, որ շատ ժամանակ բժիշկները անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ նույնպես կարող են ցուցումներ օգտագործել եւ համակարգը հյուծել։ Մենք ինքներս պետք է լինենք ավելի բարձր եւ արդար եւ այո, չփորձենք հյուծենք համակարգը, այլ փորձենք օգնենք այդ համակարգին, որպեսզի դա կայանա։ Վերջի վերջո դա նորածին ինչ որ մի երեխու պես մի բան է, որը ոնց որ Աշոտիչյանը իհարկե ունենալու է թերություններ, բայց դա է ճանապարհը, բայց ավելի մեծ թերություն է, երբ որ ես շատ եմ ուրախացել, որ 65+ մարդիկ են ներգրաված, որովհետև մեր կփաստի ուրոլոգիան ինքը ավելի գերիատրիկ մասնագիտություն է։ Հա, էլի ուրոլոգները։ Հա, ու սկրինինգներն են մտնում ու սկրինինգը, այսինքն երբ որ սկրինինգի տրամաբանությունը ինչով է, չէ, տարբերվում, միշտ ասում են հիվանդ մարդը ինքն է փնտրում իր բժշկին, սկրինինգի տրամաբանությունն է, բժիշկը հիվանդ է փնտրում, որպեսզի ժամանակին կարողանա եւ հիմա ստացվում է այնպես, որ պարտադիր նաեւ ապահովագրություն անցած մարդիկ նաեւ պարտավոր են լինելու անցնել սկրինինգային հետազոտությունները, որպեսզի իրանց ապահովագրությունը ակտիվանա, այսինքն բացի նրանից, որ դու գումար եք վճարելու, նաեւ ձեզ ասել են, այ դու պարտադիր պետք է գաս հետազոտվես, որպեսզի
որպեսզի եթե վաղը մյուս օր քո մոտ ինչ-որ խնդիր եղավ, մենք այդ խնդրին կարողանանք տեր կանգնել։ Մեկ այլ բան էլ կա, որովհետև եթե իրականում համակարգը այնքան լավն է լինելու, ինչքան մենք ենք այս պահին պատկերացնում, եւ իհարկե եթե դա բերելու է ֆինանսական հոսքերի ճիշտ կառավարման եւ վիրահատությունների, բուժ ծառայությունների գների adekvatացման, այսպես անվանենք, իհարկե դա կբերի նաեւ ընդհանուր առողջապահական համակարգի զարգացման, ռոբոտների ավելացման, լապարասկոպիկ ստոյկաների, այդ համակարգերի ավելացման, որակի բարձրացման, մարզային բժշկության, այսինքն կոպիտ ասած դա կլինի լավ բիզնես, որի մեջ մարդիկ կուզենան գումար դնել։ Իսկ եթե դու ինչ-որ մի բանի մեջ գումար ես դնում, բնականաբար ինքը համ քո երկրին համ ներսում է սկսում ծառայել, համ հետո դու կարողանում ես նաև բժշկական туриզմ զարգացնել ու դրսից բերել էլ ավելի։ Այսինքն ծնագնդի նման ինքը կարող է զարգանալ։ Բուժարուների սպասարկումն է լավ անում, այսինքն ինչքան լավ ապարատուրայով է հիվանդանոցը զինվում, այնքան ավելի լավ է սպասարկում, ավելի լավ է։ Շատ է վիրաբուժի վիրահատում, ավելի փորձառու է դառնում, ավելի։ Եթե խոսում եք բժշկական туриզմից մեկը էկրանից են կողմ ասում է դե լավ, դե բժշկական туриզմ գառնի գերբան, 8%-ը այդ իրանց ձևավորված եկամ ՎՎՊ-ի 8%-ը այժմ կազմում է բժշկական туриզմը, որովհետև Ստամբուլի ինչ-որ բան թռել եք, թեկուզ տրանզիտ ռեյսով, երբ որ սաղի մազերը հետ գալու ռեյսերը մաս չկա։ Իսկ գիտես, որ երբ որ արտասահմանցին գալիս է Թուրքիայում բժշկական ծառայությունների հետևից, պետությունը կլինիկային գումար է տալիս, որովհետև պետությունը հաշվել է, որ այդ տուրիստը, որ եկավ, այդ տուրիստը հյուրանոց է գնում, ռեստորան է գնում, այստեղ է գնում, այնտեղ է գնում, այսինքն մի հատ X գումար մտնելու է բյուջե, հա, այդ ամեն ինչից, այդ բոլոր ծախսերից կա ինչ-որ տոկոս, որը որ արդեն հարկերի ձևով գնում է, եւ ինքը կլինիկային գումար է տալիս։ Երբ որ ինքը կլինիկային գումար է տալիս, կլինիկան կարողանում է գինը իջեցնել։ Դրա համար իրենց մոտ բավականին մատչելի է ստացվում, որովհետև այստեղ մի մասը պացիենտն է տալիս, բուժարուն է տալիս, մյուս մասը պետությունն է տալիս։ Այսինքն այնքան տարբեր մեխանիզմներ կան, եւ երբ որ ասում են ապահովագրական համակարգեր, չգիտես ինչու ես միշտ զարմանում եմ, որ բոլորը հիշում են Ամերիկան։ Ասում են, այ ամենավատ համակարգն է, որ ամեն երրորդ հիվանդը առանց բուժօգնության է մնալու։ Ու որտեղ այնքան մեծ խաբեություն է, կներեք այդ ժուլիկությունը, ասենք թե այդ միլիոնների ավանտյուրաները, այն որտեղ ասենք դատական գործերը առավոտը սկսում են, երեկոյան չեն վերջանում, ամենավատ համակարգերից մեկն է, հա, նայում ես ուրիշների սխալների վրա կարող ես քոնը ավելի կատարյալ սարքել ու չընկնել նման ուրճացրած ու վատ համակարգերի մեջ։ Դոկտոր Հաուսում մի հատ լավ սերիա կա Ամերիկայի հատ ապահովագրական ձեր ասած թեմայով, երբ որ դեղագործական ընկերություններից մեկը ուզում է որ Հաուսը իրանց համար լեկցիա կարդա, նոր սերնդի APF-ի inhibitor, որ ուզում է ներդնեն, FDA-ով հաստատվել է, ուզում է ներդնեն, որ հիվանդներին դա բաժանի ապահովագրությունը, ասում է Հաուսը դուս է գալիս, ասում է գիտեք ինչի է ձեր APF-ի inhibitor-ը լավը։ Ասում եմ որտեվ նախորդն էլ էր լավը, դուք բան չեք փոխել։ Անվանում եք փոխել եք, հիմա ասում եք նոր դեր վաճառել։ Արդյոք ասում եմ դե նախորդ APF inhibitor-ն էլ էր լավը, բայց ես դեղագործական ֆիրմայում աշխատելուց այդ բանը շատ եմ տեսել, երբ որ դու մի դեղի հետ 10 տարի ինչ-որ թիմը աշխատել է ու գալիս է նոր ցուցում, որ դեղը կարելի է արդեն օրը 3 անգամ տալ, որը 2 անգամ էր, ու ինքը հենց լայնացնելու, ճոխացնելու, հա։ Դեղագործական ընկերություններում աշխատող մարդիկ ինձ շատ դուր են գալիս։ Ես հաճույք եմ ստանում իրանց հետ շփվելուց, երբ որ ինքը փոխում է ֆիրմա եւ գնում է կոնկուրենտ ֆիրմա։ հակառակն։ Այսինքն, երբ որ ինքը քեզ գալիս էր ու բացատրում էր, ասում ես, չէ, այս դեղն է լավը, հանկարծ այն մեկը չնշ։ Բա ինչ եք խոսում, դա ընդհանրապես դեղ չի, բա այսա գիտեք, սենց, հետո գնում է այն կամպանիա, գալիս ասում է գիտես աշխատանքս փոխել եմ, ասում ես, հետո մանդ եմ գնացել ու սպասում ա կորեկցիան, ասում ես եւ ցո կլինի այն մեկի դրական կողմերից մի քիչ պատմել։ Դե հենց այդ թեյություններից մեկն է։ Ես երևի ավարտենք մեր զրույցը, այսօրվա դրությամբ, այս պահի դրությամբ ունենք այն ինչ ունենք, մտնում ենք նոր տարի, նոր առողջապահական հեղափոխությունների եզրահանգումով, որոշ մարդիկ ասում են կարող է սա դիտեն ու մտածեն գովազդ է, գրավիթին փող ենք տվես լավ մեդի տնօրինությունը, եկել է գովազդում է։
Չէին տա, ռոբոտեն առնի, հաստատ չէին տա, հետո դրա համար հարցրեցին չարժի ռոբոտ։ Ինչքան փող ամեն կամ Լևոն Նիկիտիչին պեպիսկան դնեմ, որովհետև ամեն նման քայլ, երբ որ մի հիվանդանոց նոր սերնդի հասարակ բան, բեզի բակ անալիզատորներ բերեցին Vitec 2-ները, մի երկու կլինիկա բերեց ու դու հասկացար, թե ինչքան քո գործը հեշտացավ, երբ որ էլ մարիաբանությունը տենց չի, ուտեղ սկսեցինք բոլորս աշխատել դրանով, հետո վիրաբուժական ինչ-որ ուղղություններ, տեխնոլոգիական, վերջերս Վանաձորում ու Վանաձորի կլինիկաներից մեկում դրված էր կատեսարք, որի նմանը Երևանում չկա։ 3D կատեսարք արհեստական բանականությամբ, որը ունի գրեթե տարբեր մարդկանց նորմատիվներ ու ինքը կարող է շեղումները հստակ ընդգծի ու օգնի ռադիոլոգին Վանաձորում։ Ու ամեն ինչի վրա կարելի է իմ կարծիքով ռադիոլոգների առաջի զոհն են դառնալ։ Ասել եմ չեն ընդունում։ Կապե, մերտե, ռենգեն, Պատվաստողներ։ մաքսիմում ինձ թվում է մի 10 տարի։ Ու դրանից հետո շատ բարդ է լինելու իրենց։ Իդեպ ասեմ, առաջի AI-ներին, որ սովորեցրել են, հենց բժշկության մեջ են սովորեցրել են թոքի ռենտգենների վրա, տվել են 50,000 թոքի ռենտգեն նորմալ նկար, ու ասել են հենց շեղումը լինի, դու գծի որտեղ է շեղումը։ Ну, արդեն AI սիստեմներ կան, որ իրանք հիվանդության ախտորոշումը չեն տալի, բայց հստակ արդեն ընդգծում են, որ ստեղ մենք խնդիր Իդեպ գիտես, որ իրանք երբ որ դու գնում ես նման համակարգ, իրանք քեզ սոֆթը երբեք չեն վաճառում։ Ահա, իրանք պատմիսկ են վաճառում։ Այո, այսինքն օրինակի համար նույնը կա մեր կոլպոսկոպիայի մեջ, օրինակի համար, երբ որ դու նայում ես, ինքը չի վաճառում, ինքը ասում է, օրինակ ես ունեմ 3 միլիոնանոց բազա, այսինքն եւ ասում է դու կարող ես նկարել, քո նկարը դու չունես այդ 3 միլիոնը քո մոտ չկա, դու գնել ես ընդամենը, հա, բաժանորդակոր, այո, եւ դու արդեն քո նկարը համ իրան, չգիտեմ, ինչ որ գումար ես տալիս, որ այդ նկարը այդ բազայով անցնի ու քեզ ախտորոշում տա, բայց եթե ինքը ուներ 3 միլիոն, քեզնից հետո ինքը ունի 3 միլիոն 1։ Եվ ինչ որ ժամանակ հետո ինքը ինչ որ մեկին արդեն կվաճառի 4 միլիոնանոց բազա, 5 միլիոնանոց, բայց բազան ինքը քեզ երբեք չի տալիս, բազան մնում է իր մոտ։ Անընդհատ պատտվելու է։ Շատ հետաքրքիր է վերջում հաղորդում տեսա այդ Ամերիկայում Mount Sinai կլինիկաների ցանց կա, Նյու Յորքում շատ հայտնի համաշխարհային դեմք է աշտևարին ռոբոտիկ պրոստատեկտոմիաների մեթոդ ունի, ոնց են պահում մեզը պահողականները, բան ցույց էր տալիս, որ artificial intelligence-ին սովորացել էին նեյրոանատոմիան, MRT-ով նայում էր artificial intelligence-ին եւ ռոբոտիկ վիրահատության ժամանակ հար պրոստատիկ ներվերը ոսկեգույն ներկում էր։ Եվ ցույց էր տալի, դու գործիքով շարժում ես, տեսնում ես ներվը ոսկեգույն շարժում ես կողքի, չես կտրում այդ ներվը, այսինքն ֆանտաստիկա էր դա, դա աուգմենտացիան է, հենց վիրտուալ իրականության հետ, արհեստական բանականության, որը վիրաբուժության մեջ շատ մեծ քայլերով է մտնում։ Բայց Հայաստանը պետք է մի քիչ ինքը սպეციფიկ լինի, էլի։ Կողքից պետք է ասի ապես։ Դա մի քտրի։ ֆանտաստիկա էր։ Դաջա մինչև փակելը ես էլ եմ ուզում մեր բոլորի կողմից քեզ շնորհակալություն հայտնենք, որ դու այդքան սրտացավ ես եւ այդքան ուրախ ես Հայաստանի ձեռքբերումներով առաջին հերթին քո հրավերի համար եւ ուզում եմ փաստեմ, որ այո, այս հաղորդումը ֆինանսավորված չի որևէ մեկի կողմից։ Դու ֆինանսավորել ավելի պոպուլար հաղորդում կա։ Այո։ Էն էլ ֆինանսավորված։ Էն է ֆինանսավորված։ Չի կա։ Ընկերությունը հաղթում է, այս այն շրջապատն է, ես լավ եմ բանականությունը։ Ոչ արհեստական բանականությունը առաջին տեղում։ Թող զարգանան ապահովագրության շնորհիվ մարզային բժշկությունը, թող ռոբոտիկ բժշկության շնորհիվ զարգանա ընդհանուր հայկական բժշկությունը ու սրանից շահելու ենք մենք, մեր ազգաբնակչությունը ամենակարևորը շահելու մեր պետությունից։ Պետությունը ինչքան շատ շահի, այդքան ինձ թվում է ասում եմ բոլորի շահերը համընկնելու են։ Մեր ջան մենք մի հատ առանձին պետք է իրար հետ զրույց ունենանք։ Հա, առանձին ես դες կհրավիրեմ։ Իդին պագավար։ Հա, ուվիդին պագավար դուրս ես սպասում եմ։ Ոնց դու։ Իսկ այսօր այսքանն էր դիմավորեք նոր տարին, իսկ մեր ամանորյա թողարկման հյուրերը մեր սիրելի ուսանողներն են լինելու, իրանք հիմա կադրի հետևում նայում են։ Բաց չթողնեք, շատ պոզիտիվ հաղորդում ենք ստացել, կոմենտներում գրեք, երբևիցե, եթե արտասահմանում եք ապրում կամ հայ եք, վիրահատվել եք ռոբոտիկ վիրաբուժության միջոցով թե չէ եւ բաժանորդագրվեք բժիշկ Մհեր Մխիթարյանի, Լևոն Գրիգորյանի, Վահե Տերմինասյանի էջերին, որպեսզի նոր արարություններին ավելի մոտիկ լինենք, ես բաժանորդագրված էի, դրանից իմացա։ Այսօր այսքանը կհանդիպենք 2026-ին, որովհետեւ ես էլ հաղորդում չեմ պատրաստվում նկարեմ այս տարի, պակա։